Հանրահանյան երեք կրկին պատասխանի ժամանակ ըստեյության հաշվում են ասում, որ հիմա է պատրաստել ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Հայաստանին է կոչ անում այսպես արագացնել այս գործընթացը, որովհետև այլ շանս հետո կարող է եւ չունենա, եւ նորից սահմանադրության պահանջ են դնում։ Ինչ է սա նշանակում։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ըստ էության Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու մեջ գտնվում են ճնշումների եւ պարտադրության ներքո եւ ընդհանուր առմամբ խաղաղության պայմանագիրը ճիշտ է, որ պետք է գնալ խաղաղության, մենք էլ ենք ձգտում խաղաղության եւ առավել ևս որպես զինվորական ես կարող եմ ասել, որ ով է ուզում ավելի շատ խաղաղության, եթե ոչ այն կառույցը, որը որ կարող է առաջինը տուժել պատերազմական իրավիճակից, բայց Ադրբեջանի կողմից դա խաբկանք է, որովհետև իրենք խաղաղության պայմանագրի մեջ այնպիսի կետեր են դրել, որոնք որ ցույց են տալիս, որ անդադ շարունակական են ճնշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելով եւ առավել եւս երբ որ դրանք զուգորդվում են նաեւ կրակոցներով սահմանի վրա ցույց են տալիս որ այդ փաստաթուղթը իրատեսական չէ, իրական չէ խաղաղությունը եւ բացի այն կետերից, որոնք որ կան խաղաղության պայմանագրում, նաեւ կան չգրված կետեր, դուք դա կկատարեք, կփոխեք ձեր սահմանադրությունը, կհրաժարվեք Մինսկի խմբի համանախագահության այդ հարթակից, դրանից հետո մենք կտեսնենք, կգնանք խաղաղության, թե չեն գնա խաղաղության։ Իրականում, տեսեք, մեր գնահատմամբ հետևյալն է կատարվում։ Երբ որ խոսում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագծի մասին, մենք տեսնում ենք, որ նրանք ամեն գնով ուզում են ստանալ այդ փաստաթուղթը, շատ դեպքերում ասում են այդ թղթի կտորը, ինչու համար, որպեսզի իրանք դա օգտագործեն ներքաղաքական գործընթացներում։ Իսկ Ադրբեջանի կողմից խաղաղության այդ պայմանագրի ձգձգումը կայանում է նրանում, որ իրենք փորձում են միջազգային իրավական հիմքեր ստեղծել, հետագայում օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից, ուժային կենտրոնների միջև հարաբերություններից, տարածաշրջանում, եթե լինեն ինչ-որ իրադարձություններ, դրանից օգտվելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ ճնշումները շարունակեն, ամենամինիմալը դա կարող է լինել, այսպես ասած, ճակերտներով Միջանցքի գաղափարի իրականացումը Ադրբեջանի կողմից, իսկ ամենամաքսիմալը դա մաքսիմալ կորզումներ ստանալ Հայաստանի Հանրապետություն։ Սա է իրականությունը։ Գրակոծների հետ կապված պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածում նշելով, որ գրակոծներ կան, բայց դրանք վտանգավոր չեն։ Ձեզ համար պարզ է, հասկանալի է, ինչ է նշանակում ոչ վտանգավոր գրակոծ։ Տեսեք, այս դեպքում մենք պետք է միշտ հղում կատարենք, երևի թե մասնագիտական կառույցի ինֆորմացիային տեղեկատվությանը եւ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությանը։ Գրակոծներ լինում են կանոնավոր, ուղղորդված, գրակոծներ լինում են դիպուկահարների գրակոծներ, որոնք որ ուղղված են Հայաստանի Հանրապետության դիրքերի վրա եւ լինում են անկանոն գրակոծներ, բայց միևնույն է, ինչպիսի գրակոծներ էլ որ կան, այդ գրակոծների մասին տեղեկություններ պետք է լինեն, թեկուզ նաեւ եթե ինչ որ գրակոծներ են լինում, հենց նույն Ադրբեջանի Հանրապետության, ասենք, դիրքերում իրենց զինծառայողների միջև։ Այս գրակոծների հիմնական նպատակը, որը իրականացվում է այս վերջին օրերին եւ նաեւ եթե ապատեղեկատվություն է տրվում Ադրբեջանի կողմից, դա տեղեկատվական պատերազմի մաս է կազմում եւ դրանք ուղղված են եւ Հայաստանի Հանրապետության մեր ժողովրդի հոգեբանական ճնշումներ իրականացնելուն եւ ուղղված են Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ արագացրեք այն մեր պահանջները, որ մենք բացի խաղաղության պայմանագրից ներկայացնում ենք ձեզ, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, բայց ես նորից եմ ասում, որ
քաջ ծանոթ լինելով Ադրբեջանի հոգեբանությանը, ես նկատի ունեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հոգեբանությանը, իրենք փորձելու են մաքսիմալ կորզել եւ իրենք չեն գնալու հիմա խաղաղության գործընթացը։ Այս իշխանության կողմից տեսնում եք փորձեր ադրբեջանական կրակոցները ծածկադմփոց անելու հետ կապված, որովհետև Սյունիքի մարզի գյուղերի բնակիչներն ասում են, որ կրակոցներ լսում են, իշխանության ներկայացուցիչները ինչ որ բացատրություններ են գտնում այդ կրակոցները ըստ էության արդարացնելու համար։ Գիտեք, Պաշտպանության նախարարությունը ինքը հետաքրքրված պետք է լինի ճիշտ ինֆորմացիա տալու։ Երեք մենք տեսանք, որ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ասաց, որ դրանք կրակոցներ են, որոնք որ ասենք չունեն նպատակներ, անկանոն կրակոցներ են, բայց միևնույն է, ասենք ինֆորմացիա ունենալով տեղերից ես քիչ առաջ եմ խոսել, ասենք Խնածախ, Վաղատուր գյուղի համապատասխան մարմինների, մեր մտերիմների հետ, որոնք որ ասում են այդ կրակոցները գյուղի վերևով են անցնում, այսինքն դեպի մեր կողմն են, դա նշանակում է, որ այդ ինֆորմացիան պետք է հստակ տրվի։ Ստում է այսինքն պաշտպանության նախարարությունը, հա? Ստում է այսինքն պաշտպանության։ Ես կարող եմ ասել, որ ճիշտ ինֆորմացիա չեն տալիս։ Պարոն Օհանյան, երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, ադրբեջանական մամուլում սա տարածվեց եւ ողջունվեց։ Հիմա նման հայտարարությունը ինչ է կարծում, ինչ նպատակ է հետապնդում։ Ես կարծում եմ, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը կուլ է գնում ադրբեջանցիների ճնշումներին եւ պարտադրանքներին։ Այդ հայտարարությունը չնայած նրան, որ ինքը ասաց, որ մեր թիմի որոշումն է, բայց այն ուղղված է երևի թե հակառակորդին, երևի թե Ադրբեջանի ղեկավարությանը, Ալիևին, որ մենք այդ էջը փակում ենք, սա խնդրանքի ծնկի իջնելու նման մի բան է, որ ինքը ուղղում է Ադրբեջանին, որպեսզի այդ փաստաթուղթը խաղաղության վերաբերյալ ինքը ստանա։ Իրականում տեսեք, մենք ինչ ճանապարհ ենք անցել։ Մի ղեկավար, որը որ ի սկզբանե հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ բացի դրանից տապալեցին բանակցային գործընթացը, երկիրը մտավ պատերազմի մեջ, ես նկատի ունեմ Արցախը։ 21 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ իրենք ներկայացրեցին մեկ ծրագիր եւ այդ ծրագրի մեջ նորից Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարներ, Արցախի ժողովրդի պաշտպանության խնդիրներ, Հայաստանը հանդիսանում էր այսօր էլ կառավարության 21-26 թվականների ծրագրի մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխարովը։ Դեռ չեմ ասում նաև այն, որ գոյություն ունեցող ազգային անվտանգության ռազմավարության մեջ բազմաթիվ անգամ ասել եմ 4.25 կետը բացեք, կարդացեք եւ որտեղ որ նշված է Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար։ Իրենք դա արեցին, չարեցին։ Հիմա այս անձնավորությունը, որը որ պատասխանատու է իր թիմի հետ միասին Արցախի հայաթափման համար, Արցախի էջը փորձում է փակել։ Դրան հակառակը մենք ասում ենք հետևյալը, կարճ ասեմ, որովհետև բազմաթիվ անգամ անդրադարձել ենք դրան։ Առաջինը, որ հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանը բռնագաղթեցնելով հանցագործություն է կատարել, ցեղասպանություն Արցախի ժողովրդի նկատմամբ եւ ինքը միջազգային դատարաններում պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը պետք է պահպանել նրա ինստիտուտներով, կառավարման ամբողջ համակարգով, որպեսզի Արցախի ժողովրդի կարգավիճակի հետ վերադարձի անվտանգության եւ մնացած բոլոր պայմանները ժողովրդին հավաքական պահելու, հավաքական հետ վերադարձնելու խնդիրը լուծվի եւ երրորդը այս իրականության մեջ բանակցային գործընթացը գործող ձևաչափով Մինսկի համանախագահության ձևաչափով այլընտրանք չունեն։ Գիտեք, երբ որ խոսում են Մինսկի, երբ որ ինքը ասում է Ղարաբաղյան շարժումը ավարտված է, հիմա Ղարաբաղյան շարժում չկա, պարզապես պետք է Ղարաբաղի ժողովրդի, Ղարաբաղի Արցախի Հանրապետության կարգավիճակի
համար, քանի այս վերքերը թարմ են, որտեղ հապաղելը այստեղ նման է հանցագործության, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները փակում են դա եւ փակել Մինսկի համանախագահությունը, հավանություն տալ, որ Մինսկի համանախագահությունն այլևս գոյություն չունի, դա նշանակում է Արցախի ժողովրդի եւ Արցախի Հանրապետության այսպես ծննդականը եւ նրա ամբողջ իրավական գործընթացը փակել, որ հանցագործության նման մի բան է։ Գրագործներով նաև որոշ բաներ են փորձում այսինքն պարտադրանքի ուղղված գործողություններ են բացի տեսնում փորձում են պարտադրել, որ Հայաստան արագացնի իրենց այդ նախապայմանների կատարումից տարբերակով խոսքի սահմանադրական։ Իհարկե, դա նաև ազդեցություն է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, առավել եւս, որ նրանց ներկայացուցիչները ասում են, որ Ադրբեջանը խաղաղության գործընթացում անսահմանափակ ժամանակ չունի, այսինքն նախապայմաններից մեկը դա սահմանադրական փոփոխություններն են, Մինսկի համանախագահության այսպես լուծարումն է, բայց նորից եմ ասում, կգա այդ ժամանակը Ադրբեջանը նոր այսպես պահանջներ կներկայացնի Հայաստանի Հանրապետության իշխանությունների